Գեղումը մի տուն չկա, որ հարցնեց ինձան, ասիլին հրեղեն աղջիկել է, հրեղեն կնիկ առ էսօր։ Ամուսինս ասել քեզ աչքն են տա, աչկաուլու դոշիցը կախ, այ ասեյա։ Տատն էլ կասկածներ ունի, թե չարաչքը կպավ նաև Ժորային, որ ուղիղ 1 տարի առաջ անսպասելի տեղու բարձ նկավ ու 2 օրից մահացավ։ Հմիել եմ ասում եմ պապային, Մերուշիս, միեց տղես եկել է, ասում եմ Մերուշ, պապային, աչկը տվին, սարումն ասեին, ես ինչ միենց մարդ ու սաղ օրը 2-3 մետր պետա կտորում բերում, ինչքան խոտ անզում, սորացել եմ այ Մերուշ, պապային աչկը տվին, հնարավոր է ասում։ Պապի տարին անցել է, բայց տատի աչքի արդյունքը չի չորացել։ Պապից հետո իրեն ոնց ասում են շաղել կորցրել է։ 85 տարեկան է արդեն, բայց քանի պապը կար, ոչ մեկն ալիք տատին 85 տարեկան չէր տալիս։ Շատ 70, բայց պապից հետո անցած 1 տարում շատ է ծերացել, կարծում է տատը։ Ես մի տարում ես վատաց, ես հեչելա, ինձ չէին ասի 85 տարեկան, չէին ասի, որ ասեին քան տարեկան ես, ասեի, քանի կլիմ, ասեին կլիս էլի մի 70 թե ինձ հաթարմեի, բայց մի էդ ամուսինս ինձ չեմ մոռանում։ Ժորան մի ոսկի տղա էր աշխատող, ստեղծող ու մինչև կյանքի վերջին օրն էլ տատին սիրահարված։ Հենց դրա համար էլ տատի արտասուքը չի ցամաքում, թե որ մի խմող ու ծեծող մարդ լիներ այդպես սրտի ցավ չէր տա, բայց Ժորան ուրիշ էր, ամբողջ գյուղում նմանը չուներ, ասում է։ Վիշտը անոմոք վիշտ, բայց երբ հոգու ցավը սեղմում է կոկորդը, էլի հին հիշողությունների հետ, որ աչքի առաջով անցնում են պատկերազարդ գրքի էջերի նման։ Տասնյակ ուզողներից ոչ մեկին էլ չէր հավանում գեղեցկուհին, բայց հարևան Ժորան ասեց, որ տանելու է, ծաղրեց, ասավ չես կարող, հերս ու եղբայրներս չեն թողնի, բայց ով կարող էր Ժորայի առաջը փակել, ու նա իր ասածն արեց, հենց իր հայրական տան դռնից էլ մի ուժամի փախցրեց աղջկան, որի խիստ հայրը տարիներով կռող մնաց, մինչև որ Ժորան բարիշելու հնարը գտավ։ 21-ում ամուսնացանք երկուսել, դպրոցը նորի վերջացրել, որ պետք է սովորելու գնալ։ Խաբեց, գնանք ընդի, դի արդեն ինձ համոզացրել է։ Հերնումերս, հերս, շատ սիրել ինձ, ասել համ լավ սովորող, համ լավ երկողա, բարեկողա, համ լավ աղջիկա, հոլչաղի, հանդի, չոլի, հմի է։ Խռովեցին, էդ տղեն լավ տղա էր, շատ ամուսին, հետնուց հերս շպվելով ասավ լավ տղա, հերս պտադիր մարդ էր, սա շուստերի տղեր շատ, գնաց ասավ Մակար, գալտիս իմ տունը դու պատես, եկավ իմ հերը ես տները պատեց, ասա, ես կնգանիցս թավու տղա, սավոդիցը մինել տենեի, ավտոն լիքը, դարձած եկավ, Ժորայի տունը, Ժորայի դուրը, թապեին, ենքան նաչալնիկների հետ, ենքան մոդիկ է, ենքան սիրեին, որ շատ աշխատող է, դրա համար ալավ երդի մեզ տներ տվին շուտ։ Չէ, Ժորայի նմանը ոչ կա, ոչ էլ կլինի, ասում է տատը։ 80 անց էր ձի էր նստում, տատին էլ կողքին դնում ու հայդեսար, բայց էլի չարաչքն էր, թե ինչ 2 տարի առաջ տատն ընկավ ձիուց ու հիմա ոտքը թուլացել է, բայց Սարի ճամփան էլի չի մոռացել։ Իր ու Ժորայի տնակն անտեր թողնել, տարիների չարչարանքը ավերված տեսնել չի ուզում տատը։ Մենակ ավելի լավ էր, ամուսինս ասավ արի իր հետ նստենք, ասի Ժորա,
երկուսով չի ելել։ Ես ոտով կգամ, սիրում եմ ոտով քայլել։ Հիմի ես մի ոտս չկա, ես մի ոտս է, մեջքս կոտրվեց, մի ամիս պարկած ման, ինչ ասեն, լավ ամուսիններ ենք ելել, շատ սիրել է ինձ, ես մինց վաղ տնել ասեր, ենքան եմ սիրում, ընդորվան շատ եմ, ասեի, ասեր, հիշում եմ, որ մենք սիրել ենք, լավն ենք ելել, սարը գնալիս ճամփումը, տուրստնին, 30-40 հատով, ճամփումը ռաստ ենք եկել, ձիու վրա նստած նկարել, ամեն օր, երանի են օր, շորիկ, երանի են օրը, վայ ինչ ափսոս։ Ալիկ տատը ամբողջ գյուղում տարբերվել է իր խելքով, գեղեցկությամբ ու կենսուրախությամբ, երգող պարող գեղեցկուհուն չսիրահարվելը դժվար էր, ժպիտը միշտ երեսին, հոգին միշտ բաց, այդպիսին էր ջահել ու սիրուն տարիներին, բայց ափսոս կեսուրը երգ ու պարի հավես չթողեց։ Ինձ կնիկեր, անգրագետ, երգից բանից նա ինչ էր հասկանում, ակումբ բան, ինչ էր հասկանում, ու տեղավոր էդ ընտանիքը, ես ուրախ աղջիկ եմ ելել, նեղված չեմ ելել, որ բողմի գամ շաշվեմ, շատ ուրախ եմ ելել, իմ կեսուրը որ մի վրեժ չրաներ, դուզ գայի երգելով, ես ներշնչող չեմ ելել, բնավորություն, որ ասեմ անիլ, շինել, գործանել, եկել եմ դարդակ տուն, երկու կրավատ, մի կրավատը իրանք մարդուկնիկ, մի կրավատը ամուսինս, տղերանցը բժանելա, տղերքն էլ ղոչաղենել է, ես մի տունը տեքորս տունն է, բայց ստիչ է, ես տունը ես ու ամուսինս ենք սարքել, մեջը մտնիս, մեծ տներա, լավ տներ, Որքան էլ հարսանող տնող էր մաքուր կոկիկ, բայց կեսուրը բողոքելու մի բան էլի գտնում էր կռիվ սարքում, բայց ամբողջ գյուղն էր տեսնում, թե ինչ աղջիկ է Ալիկը։ Լինում էր, որ հարևանների մոտ հարսին փնովող սկեսուրի բերանը փակում էին, լինում էր, որ ինքը չէր դիմանում ու պատասխանում էր, այդպես էլ ապրեց, մինչև որ պառավը հոգին ավանդեց։ Սակերը կծիծաղեին, ես շատ մաքուր և ակուրատնի, Այսօր, այս ձևի, ես պտի ավելի ձերից չունգնի, լվացկայի սրպիչներ կարեխեն ասմաբի, մեքենայի մեջ գնացմեմ չէ, իմ ձերով պետք է լվանա։ Անում եմ մի հրոպե ես պրապում չեմ, ազնիվ խոսք, եթե ես նստեմ, մի քանի ժամ, կունդանում եմ, քանեց որ ես սիրում եմ մանգամ, սիրում եմ սաղորը, գործանեմ, զբաղվեմ ու ազատ ժամանակ տելևիզոր նայեմ։ Սարերն Ալիկի համար ոչ միայն բնությունն են, այլ նաև հիշողությունների պահոց ամեն նեղկածան, լանջ ու քար հիշեցնում են անցած տարիների ուրախությունը, սերն ու կարոտը։ Զորան իր կողքին եղել է ոչ միայն ամուսին, այլ նաև ընկեր, հենարան, մահից հետո տատի օրը սկսվում ու վերջանում է հիշողություններով նրա հետ անցկացրած ժամանակի մասին։ Միտեղ ոչխարն է ծնել, վազել են գառան հետևից, մի բլրին կայծակն է տվել են թփերի ետևում, արջ են նկատել Այն հերվի երկու ծառի արանքում գելի ոհնակն էր ոռնում ու շաշնանը։ Այստեղ փոքր տղան ընկավ քարին, ծունկը ցավացրեց, որ իլացի հետ ինքն էլ լաց եղավ ու այսպես հուշեր։ Զորայի հետ անցած տարիները նրա կյանքի ամենագեղեցիկ ու ցավալի էջերն են։ Չի մոռանում, քանի անգամ են անասունը կորցրել սարում թանձր մառախուղի մեջ, օրերով ման եկել, մի անգամ գտել, մի անգամ չէ, մի անգամ էլ վիրավոր։ Էլելա կորացեն մանենք գդել չեն, ես ես ոտս սենց վիճակով 2 տարի աղակ մի մոզի մի տարեկա
մնացել էր անտառում, չէր եկել։ Ման եկանք 3 օր, ման եկանք չգտան տղերքը, տղեսու ամուսին։ Ես գնացի, ազնիվ խոսք, գնացի, իզամով գնացի գտա, գնացի տեհա, շատ չի լավը, մինչև նեկա տղերանցը տանեմ, օդենուշն էլի, որ մի կերպ բերն, գնացինք տեանք սատկել։ Սրտով էլ ուզենած չի կարող բացատրել տատը, թե ինչ է կորցրել են սարերում, ջահելու աշխատանքի եռուն տարիներին պապը քաղաքում 3 սենյականոց տուն էլ ստացավ։ Քաղաք տեղափոխվելը մեկից մեկ էր, բայց տատը չհամոզվեց իր կանաչ սարերը թողնել ու ձոր իջնել։ Ով էր ինքն խոր ձորում օղտը կորածից մեկը, իսկ իր սարերում նա թագուհի էր ամենակիչը, իր Ժորայի թագուհին։ 3 սենյականոց լավ տնե, դու սարահարթից է։ Հա, դե ճոպանից ես կող, սենց վերևից գնում ենք ձախի վրա, 3-րդի 4-րդ շենքը, 3 սենյակ, արևոտ, շատ լավը, ածախել։ Հա, պապը չուզեց մնա, սիրեր ոչ։ Չուզեց մնա, ասավ ես տունը շինենք, ես տները ինքը, ամբողջ սվարկեն ինքը, բերուց բարեր քաշեց, գեղմը չկար, ստի քաշեց, ցիստերնին բերուց, սալյարկին բերեք, բան, շատ լավն ենք էլ, հիրուր հետ համախմբած մարդու կնի։ Չնայած առողջական դժվարություններին ու հիմա արդեն որդու արգելքին, տատը ամեն անգամ մի պատճառ է գտնում ոտքով ակներասար հասնելու համար։ Հեռավոր լանջերը, հին տան հետ կապված հուշերը, պապի հետ անցկացրած պահերը միշտ նրա մտքում են ու տանում են այնտեղ։ Նրա քայլերը անգամ թուլացած ոտքերով շարունակում են անցնել իր կարոտների ճանապարհը, իրենց սիրո պատմության արահետները, սեր, որ միմյանց նկատմամբ հոգատարությունն էր, միմյանց նկատմամբ ուշադրությունը։ Մի ապրած կյանքի ճանապարհ ալիք տատին դեռ ապրեցնում է, կանչում է ու տանում ակներասար։ Մերիկ Օլոլյան, Դավիթ Թամազյան, Ակների ծանկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։